Հայելի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով իմ հյուրն է Երվանդ Բոզոյանը։ Բարև ձեզ, պարոն Բոզոյան։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես գիտեմ, որ մեզ ամեն 3 շաբթի եք սպասում։ Մենք շարունակելու ենք աշխատել ամեն 3 շաբթի, ուղղակի այսպես տեխնիկական ինչ-որ հարցեր առաջ եկել, դրա համար հանդիպում ենք այսօր։ Մի քանի թեմա ենք պարոն Բոզոյանի հետ առանձնացրել, բայց կարծեմ շատ ուշագրավ մի բան պարոն Բոզոյանի հուշումով, երևի սկսենք հենց այս թեմայից։ Գիտեք, որ այսպես ասեմ, ինչ որ նախազգուշացումներ կան Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ հարևան Իրանի Իսլամական Հանրապետությունից, ես կարող եմ ներկայացնել, բայց երևի ճիշտ կլինի պարոն Բոզոյանը ներկայացնի ինչ է տեղի ունենում, բացի այս կամ մի փոքր ավելի հետ գնանք եւ ընդհանուր առմամբ ներկայացնենք, թե ինչ վիճակ է։ Առավոտյան Թրամփը ասում է մենք կբանակցենք, մի քանի ժամ հետո ասում է ոչ, հետո ասում է թույլ ենք տալիս նավերը գնանք, հետո տեսնում ենք առևանգում են, հետո ասում են ամբողջը իմ ձեռքում է, ես եմ որոշում, հետո ասում է ես խնդրում եմ թույլ տաք որն, հետո ասում է առանց ՆԱՏՕ-ի երկրների մենք կարող ենք, հաջորդ օրն ասում է որ նրանք դավաճան են, ես նրանց հերթական անգամ եմ դիմում, այնպես որ շատ չգիտեմ, չնայած ասում են միևնույն է ամեն ինչ պարզ է հայտարարություններից, բայց անհասկանալի նաև տարերել կան ընդհանուր պատկերը ինչպիսին է եւ մենք այդտեղ խնդրեմ։ Ընդհանուր պատկերը բավականին հակասական է, որովհետեւ տեսեք, փաստացի կարելի ասել, որ Իրանի շուրջ այս թնջուկը ստեյության լուծվելու տարբեր սցենարներ կան, բայց իմ տպավորությամբ Տրամփը զգուշանում է ռազմական սցենարից, որովհետև ռազմական սցենարի պարագայում բոլոր փորձագետների գնահատականներով ամերիկացիները որևէ շանս չունեն հաջողության հասնելու եւ ինքը կարող է հայտնվել նախկին Միացյալ Նահանգների նախկին նախագահներից Ջիմի Քարտեր կար, որը այդպիսի ռազմական, այսպես ասած, փորձ արեց 79 թվականին Իրանի դեմ եւ անհաջողությամբ մատնվեց եւ 80 թվականին Ռեյգանին խայտարակ պարտություն կրեց եւ հիմա բոլորը հիշում են, որ ստեյցիան Տրամփը, որը ուզում է նմանվել Ռեյգանին, կարող է նմանվել Քարտերին, եթե ինքը փաստացի որոշում կայացնի ռազմական գործողությունները վերսկսի Իրանի դեմ։ Եթե դուք նկատեցիք, երեք ինքը էլի հետաձգեց, այսպես ասած, այդ բանը, նախապայմանը։ Մյուս կողմից Իրանում կա հակասություն, այսինքն Իրանում էլ կա երկու թև, թե տանել բանակցությունները ամերիկացիները, թե չտանել։ Կա, այսպես ասած, ավելի կոշտ դիրքորոշումների կողմնակիցները, որոնք պնդում են, որ ամերիկացիները հետ որևէ բանակցություն անցկացնելը դա անպտուղ է, որովհետև ամերիկացիները միևնույն է իրենց կոշտ դիրքորոշումից հետ չեն քաշվի, իսկ երկրորդ թևը, որը ավելի շուտ աջակցում են այդ ազգային ժողովի նախագահան Իրանի եւ արտգործնախարար Արաքչին, իրանք նշում են, որ այնուամենայնիվ բանակցությունները ավելի լավ է, քան բանակցությունների բացակայությունը, եւ մինչ այս պահը պարզ չէ, թե իրանական պատվիրակությունը կմեկնի Պակիստան, թե չի մեկնի։ Այնտեղ Չինաստանից եւ Ռուսաստանից հորդորում են, որ այնուամենայնիվ բանակցությունները շարունակվեն։ Իրանում կա մտավախություն, որ այդ բանակցությունները կարող է շիրմա լինի, որպեսզի ամերիկացիները այսպես ասած այլ քայլ անեն։ Կա երրորդ տեսակետը, որ ամերիկացիները կարող է ռազմական գործողություն չսկսեն, բայց թույլ տան, որ Իսրայելը այդ նույն բանը անի։ Իսրայելն էլ հայտարարեց, որ մենք ցանկացած բանի պատրաստ ենք անել, բայց ռազմավարական իմաստով ես անկեղծ ասած չեմ տեսնում որևէ լուրջ մակարդակի հնարավորություն, որ Միացյալ Նահանգները կարող են ինչ-որ հասնել նպատակի։ Բայց մյուս կողմից, եթե Տրամփը զիջի պարսիկներին, ապա կստացվի, որ ինքը արդեն խոշորամասշտաբ պարտություն է կրում, կնշանակի, որ ինքը փաստացի Միացյալ Նահանգներում ներքաղաքական կյանքում խոշոր պարտություն կարող է կրել եւ այս տարվա նոյեմբերի կոնգրեսի ընտրություններում հանրապետականները կարող են ջախջախից պարտություն կրել։ Սա դա էլ է փաստ։ Մյուս կողմից եվրոպական ամբողջ էլիտան, այդ գլոբալիստական էլիտան ուզում է պատժի Տրամփին եւ իրանք բոլորը ուրախանում են այս Տրամփի ծանր վիճակի մեջ եւ իրանք թեև էլի պարսիկներին չեն սիրում, բայց մի ամուր Տրամփի դեմ են տրամադրված, Տրամփը դրա համար ներվայնացած է, ջղայնացած է, այսինքն շատ հակասական իրավիճակ առաջ եկել, որի արդյունքում համաշխարհային տնտեսությունը կորուստներ է անում, որտեղ ի վերջո Հորմուզի նեղուցը փաստացի փակ է, կապ չունի թե պարսիկներն են փակում, թե ամերիկացիներն են փակում, եւ այս վերջի երկու օրն էլ արդեն բանը նավթի գինը $100-ից ավել բարձրացավ եւ շատ կանխատեսումներ կան, որ եթե այս անորոշությունը շատ խորանա, ապա համաշխարհային ֆինանսական տնտեսական ճգնաժամը անխուսափելի է լինելու։ Այդ կանխատեսումները բոլորի համար էլ պարզ է։ Արդեն IMF-ը իր կանխատեսումները վիճացնում է համաշխարհային զարգացման բոլոր ցուցանիշները, բայց նույնիսկ եմ կրկնում, սա շատ վտանգավոր իրավիճակ է։ Պարսիկներն զգուշացնում են, ասում են, եթե հանգարց
ռազմական գործողությունները վերսկսվեցին, ապա հարևան ծոցի արաբական երկրների էներգոհամակարգերը կհայտնվեն Իրանի թիրախում։ Իդեպ այդ երկրներից արդեն մի քանիսը հայտարարել են, որ ճիշտ կլինի այս ռազմաբազաները հեռանան եւ մեկ ինքները սկսենք։ Օրինակ Էմիրատների նախագահի խորհրդականը արդեն հայտարարեց, հաստատի եւ ընդհանրապես ոչ միայն ինքը, ընդհանրապես արաբական երկրները հասկացան, որ Միացյալ Նահանգները այլ երկրներում անվտանգության հովանոցներ չեն ձևավորում։ Այսինքն բացի ամերիկյան բազաներից ոչ մի այլ երկիր ինչ պայմանագիր է որ կնքվի, ամերիկացիները ռազմական անվտանգության հովանոց չեն ապահովում։ Սա իդեպ պետք է մեր հասարակությունն էլ իմանա դրա մասին, որովհետև դրա մասին մեր հասարակությունները չեն ներկայացնում, ուրեմն ամերիկացիները ոչ մի տեղ, երբ որ հանգարց այսպես ճգնաժամ լինի, իրանց անվտանգության ապահովում են բացառապես իրենց զինվորականների եւ իրենց ռազմաբազաների համար։ Ավելին կարամ ասեմ, ամերիկացիները երբեք չեն զոհաբերի իրենց զինվորներին այլ երկրների շահերի պաշտպանության համար։ Տեսեք, մի քանի զինվոր մահացավ Իրանում, միանգամից արդեն Միացյալ Նահանգներում առաջացավ արդեն մեծ աղմուկ, որ ինչի մենք պետք է Իսրայելի շահերը պաշտպանենք։ Եվ դա այն դեպքում, երբ որ Միացյալ Նահանգներում կա տարբեր տվյալներով մոտավորապես 25-ից 30 միլիոն սիոնիստ քրիստոնեական շրջանակներ, որոնք որ իրենց գաղափարական, կրոնական սկզբունքներով սերտորեն կապված են Իսրայելի շահերի հետ եւ բոլոր ընտրությունների ժամանակ իրենց դիրքորոշումներով նպաստում են, որ ցանկացած ամերիկյան նախագահ հաշվի առնի Իսրայելի շահերը։ Առավել եւս Իսրայելից բացի չկա աշխարհում որևէ երկիր, որի շահերը ամերիկացիները կարող են ապահովել իրենց զինվորների կյանքի հաշվին։ Այդպես բան չի լինում։ Եվ այն մարդիկ, ովքեր որ Հայաստանում քարոզում են, որ ամերիկացիները կարան անվտանգության երաշխիք տան Հայաստանի համար, այդ մարդիկ կամ ապուշ են, կամ սրիկա, որտեվ ապուշ են, եթե անկեղծ մտածում են այդպես, սրիկա են, եթե իրենք գիտեն, որ այդպես չի, բայց իր շահադիտական նպատակներով փաստացի խափում են հայ հասարակությանը եւ ծանր վիճակի մեջ գցելու համար եւ որի արդյունքում մեր ժողովուրդը դրանից դժվելու է։ Սա որպես իդեպ մի հատ առանձին կոմենտար է, որ ես ասեմ, որտեվ ամերիկացիներից լուրջ հաշվի առնել, որ ինքը կարող է որոշակի երաշխիքներ ատալ, ճիշտ հակառակը։ Ես ասեմ հետեւյալ տարբերակը։ Հիշենք Միացյալ Նահանգների նախկին երբեմնի պետքարտուղար Հենրի Քիսինջերի խոսքերը, որ Միացյալ Նահանգներին թշնամի լինելը շատ վտանգավոր է եւ առավել վտանգավոր է լինել դաշնակից կամ բարեկամ։ Այսինքն Միացյալ Նահանգների դեմ դուրս գալը սխալ է, Միացյալ Նահանգների դաշնակից դառնալը մահացու սխալ է։ Սա ես ուղղակի ուզում եմ, որ մեր ժողովուրդը, մեր հանրությունը այդ բանաձևը հիշի։ Բայց պատկերացնում եք, եթե հանկարծ այլ ընթացք ունենար այս պատերազմը, հիմա ինչ էին արել Թրամփ, տեսեք Նիկոլը ինչ ճիշտ ճանապարհ է ընտրել դեպի Ամերիկա։ Ցավոք սրտի, քանի որ մեր ժողովուրդը իր նախկին պատմությունը 100 տարվա չի հիշում, եւ որտեղ չի հիշում, որտեղ իրեն չի հիշացնում մեր քաղաքական վերնախավը, դրա համար մեր ժողովրդի մեջ այդ հիշողության խնդիրը, քանի որ այն ժողովուրդները, որոնք իրենց պատմությունը չգիտեն, իրանք չեն կարող լուրջ ապագա ունենալ։ Հասկանում եք, ես դրա համար եմ ասում, որ մեր մոտ հունիսի 7-ից հետո հուսամ, որ եւ համոզված եմ, որ վաղ թե ուշ դա բացվելու է մի հատ լուսավորչական ժամանակահատված, որտեղ Հայաստանում վերջապես սկսի ձևավորվել այնպիսի քաղաքական վերնախավ, որը կարողանա մարդկանց բացատրել, ներկայացնել իր ժողովրդի պատմությունը, իր ժողովրդի ամբողջ ընթացքը։ Հիմա շատ կարևոր է թե այս մեկ ամսում էլ մենք ինչ ենք բացատրելու, որտեղ վստահ եմ շատ մարդիկ կան, որ չեն պատրաստում ընտրությունների գնալ կամ դեռ կողմնորոշված չեն, այսինքն այս փուլում են դեռ աշխատանք անելու։ Հունիսի 7-ը ջրբաժանա լինելու Հայաստանի լինել չլինելու համար։ Հայաստանի պարագայում հունիսի 7-ին որոշվելու է Հայաստանը կունենա Արցախի ճակատագիրը, թե շանս կունենա փրկվելու։ Սա ես նորից եմ կրկնում, սա չկա այլ տարբերակ, սա միանշանակ եմ ասում սա։ Եթե այս իշխանությունը վերարտադրվեց հունիսի 7-ին, Հայաստանի ճակատագիրը լինելու է այնպես, ինչպես որ եղավ Արցախի ճակատագիրը։ Միանշանակ եմ ասում, որովհետև սա, ես նույնիսկ եմ, եթե մենք հիմա զրուցենք այդ թեմայի շուրջ, պատերազմի եւ խաղաղության այս դիսկուրսի հետ կապված, ես կարող եմ մանրամասն ներկայացնել, թե ինչու է այդ մենք երկրորդ փուլում դրա մասին ենք հենց խոսելու, բայց տեսեք, մի քանի բաներ կար, պարոն Բոզոյան, դուք էլ կհաստատեք։ Համենայնիվ մեզ այդպես էր թվում, բայց իհարկե ես առաջինի հետ կապված հասկանում եմ ինչու, ասենք մտածում ենք, որ Արցախի թեման դա բան է, Արցախը զիջել, բան դա, չգիտեմ ինչ կարժենա, այն իշխանությանը, որ մտքով անցկացնի կամ դրա մասին ընդհանրապես խոսի։ Երկրորդ կարևոր բան, ասենք հայ առաքելական եկեղեցի
որևէ մեկի մտքով չէր անցնի, որ ինչ որ մի ստահակ տական, էլ ազգանունը հայի կարող է տուղությամբ գնալ եւ մի հատ էլ իր ծրագրում գրել է դրա մեջ, որ ինչ է անելու եւ ինչ է պատրաստում հայ առաքելական եկեղեցու դեմ անել, հոլ այդ մարդը մի հատ հավակնում է 30 քանի տոկոս հավաքել կամ 10% հավաքել։ Խոսքը Նիկոլի կամ ՔՊ-ի մասին է։ Եվ էլ չեմ ասում, որ եւ պատմականորեն եւ գրականությամբ մեր մեջ դրած է մի քանի սերունդ եւ անգամ դրան ժառանգներն ենք մենք, որ ցեղասպանության հարցը կարող է, չգիտեմ, իջնել։ Ինչ տեղի ունեցավ, ինչ արագությամբ կարողացավ Նիկոլը հասցնել նրան, որ հիմա, ասենք, ինչ որ մեկի մտքով կարող է անցնել, որ գնա, ասենք, Թուրքիայի հետ, չգիտեմ ինչի, Ադրբեջանի հետ, չգիտեմ ինչի, ինչ տեղի ունեցավ։ Դա շատ տարօրինակ խնդիր է։ Ես այդ հարցին պատասխանեմ հետևյալ տարբերակով։ Տեսեք, տարիներ շարունակ մեր համար ցեղասպանության ճանաչումը դա միշտ եղել է հիշողության խնդիր։ Այսինքն մենք ապրիլի 24-ին գնում էինք Ծիծեռնակաբերդ, որպեսզի մեր հարգենք մեր հիշողությունը, նախկին ողբերգությունը եւ այլն եւ այլն։ Այսինքն մեր մոտ ձևակերպել է, որ ապրիլի 24-ը դա հիշողության տարի է, որտեղ մարդիկ պետքա հարգեն տուրք տան այն ինչ որ կատարվել է ողբերգությունը, ոնց որ մարդը իր ծնողը մահանում է, մարդը տարին մեկ անգամ կամ մի քանի անգամ եկեղեցական գնում է գերեզման, ծաղիկներ դնում, գալիս է տուն, այսինքն մարդու համար դա հիշողության տարի է եղել։ Ես ասեմ, որ սրա մեջ կա մի հատ շատ մեծ մինուս, որովհետև եթե մենք հասկանայինք, որ ցեղասպանության տարելիցը պետք է լինի ոչ թե հիշողության, այլ զգոնության խնդիր, դա լրիվ ուրիշ իրավիճակ կներ, որովհետև ցեղասպանությունը պետք է միշտ հիշացներ, որ մենք այնպիսի երկիր պետք է դառնանք եւ այդպիսի ժողովուրդ, որպեսզի հանգարց երկրորդ անգամ ցեղասպանության չհենթարկվենք։ Այս խնդիրը չի գիտակցվել։ Չգիտեք, ինչու մենք հանգիստ ենք, որ մի անգամ պատմական անարդարություն մեզ հետ տեղի է ունեցել, քաղաքակիրթ աշխարհը պատասխանատվություն ունի եւ հաշվետվություն ունի, որ այս ազգը պիտի պաշտպանված լինի։ Եվ երկրորդ տեսակետը կար, որ 21-րդ դրա մասին, որ նոր երկրորդ 21-րդ դարում ցեղասպանություն չի լինում։ 21-րդ դարում մենք տեսանք թե Գազայում ինչ ցեղասպան 56,000 մարդ կոտորվեց։ 20-րդ դարի վերջում Աֆրիկայում չտեսանք այդ բանը։ Բացի դրանից մենք 21-րդ դարում տեսանք Արցախի հայաթափումը։ Ի վերջո Արցախի հայաթափումը դա ցեղասպանության դրսևորումներից ձևերից մեկն էր։ Ի վերջո դա առանց արյունի ցեղասպանություն էր, այսինքն ցեղը վերացավ տարածքից առանց ուղղակի կոտորածների, հա, այս ձևակերպենք այսպես։ Այսինքն ցեղասպանությունը կարող է արտահայտվել տարբեր ձևերով։ Հասկանում եք, ինչպես որ տարբեր ձևերով է կարող արտահայտվել նացիզմը, ֆաշիզմը, հա, նույն ձևից ցեղասպանությունը կարող է տարբեր ձևերով արտահայտվել։ Ի վերջո, եթե Հայաստանը հայ ժողովուրդը զրկվի Հայաստանում ապրելուց, 3 միլիոն մարդ զրկվի Հայաստանից ապրելուց, բայց առանց ցեղասպանվելու, այսինքն ինչպես որ Արցախում եղավ, տեղահանվի 3 միլիոն մարդ։ Հիմա մենք կհամարենք դա ցեղասպանություն թե ոչ։ Հասկանում եք, ի՞նչն է խնդիրը։ Այսինքն մենք պետքա մենք չունեցանք այնպիսի վերնախավ, որը մարդկանց մեջ ներդներ են գաղափարը, որ ցեղասպանության ապրիլի 24-ը մենք պետքա ոչ թե հիշենք մեր ցեղասպանության օրը, այլ մենք պետքա զգոն լինենք, թե ինչ վտանգ է Իրանից պարունակում ցեղասպանությունը եւ հասկանանք, թե մենք ինչ պետք է անենք, բայց մենք մյուս կողմից տեսնում ենք, որ թուրքական աշխարհն էլ ինքը վախեցած, որ շատ կարեւոր է հասկանալ, թե ինչ է ցեղասպանությունը։ Տեսեք, ուրեմն անցյալ դարի, նախանցյալ ներողություն 19-րդ դարի Բերլինյան վեհաժողովից հետո հայկական հայերը եւ հայկական խնդիրը դարձավ միջազգային իրավունքի օբյեկտ։ Այսինքն հայերը մինչև այդ օբյեկտը չէին, որտեղ պետությունը էին կորցրել եւ այլն եւ այլն։ Այդ միջազգային օբյեկտ դառնալուց հետո հայկական հարցը դառավ գերտերությունների, այսպես ասած, շարական առարկա, որի վերջնարդյունք եղավ 15 թվականի ցեղասպանությունը։ Նույնը կարելի ասել 88 թվականի Ղարաբաղյան շարժման արդյունքում մենք եկանք, վերջում եղավ Արցախի կորուստը։ Մենք պետք է հասկանանք լավ ինչի այդպես ստացվեց։ Այսինքն ինչպես ստացվեց, որ մենք ըստ էության մեր ամբողջ պատմության մեջ ունեցանք ֆունդամենտալ երկու կորուստ։ Արևմտյան Հայաստանի կորուստ եւ Արցախի կորուստ։ Եվ վերջապես, եթե մենք դա չհասկանանք, այս վերջի մնացած Հայաստանը մենք կորցնելու ենք, որտեղ մենք պետք է որպեսզի մենք դա հասկանանք, ուրեմն պետք է մենք հասկանանք հետեւյալը, որ Թուրքիայի եւ ընդհանրապես Օսմանյան Թուրքիայի, թե Քեմալական Թուրքիայի կարևոր չի, իրենց գերնպատակը միշտ եղել է իր տարածքով միաձուլվել ռուսական կայսրության մեջ ապրող մահմեդական ժողովուրդների տարածքի հետ։ Դա իրենց գերնպատակն է եղել։ Ավելին կարող ասեմ։ Խանգարում է իրենց հայ ժողովուրդը։ Ավելին կարող ասեմ, այո, եւ ավելին կարող ասեմ։ 1914 թվականին ուրեմն առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ
Գերմանիան Թուրքիայի հետ կնքեց գաղտնի համաձայնագիր, որով նշվեց, որ Գերմանիան ամեն ձևի աջակցելու է, որ ապագայում թուրք-օսմանյան կայսրության տարածքը պետք է ընդլայնվի ռուսական իմպերիայի մահմեդական ժողովուրդների հաշվին։ Եվ հաշվանդալով են հանգամանքը, որ միակ սեպը, որ մնացել էր դա հայերն էին այստեղ, եւ վերևի մասով նաեւ հույները կային, ըստ էության փաստացի կարելի ասել, որ որոշում կայացվեց, որ այդ սեպը վերացնել տեղահանումների եւ ցեղասպանության շնորհիվ։ Այսինքն շատերն ասում են, եթե մենք հիմա չմիջազգայնացնեինք հայկական հարցը 10 թվական չէ լինի, կամ ասում են, եթե մենք հիմա սերվայի իշխանությունը ասում է, եթե մենք հիմա Ղարաբաղյան շարժում չսկսեինք, արցախցիները կարային ապրեն իրենց բնորանում, մենք էլ ադրբեջանցիները հանգիստ կարային ապրեին։ Ես այդ հարցին պատասխանեմ հետեւյալը. հույները, Պոնտոսի հույները, ասորիները եւ եզդիները չէին միջազգայնացել։ Եվ ինչ արեցին իրենց։ Իրանք նույն ձևի կոտորվել ցեղասպանվել են հայերի պես հավասար։ Պարզապես իրանց մասին չի խոսվում։ Պարզապես միջազգային հանրության մեջ Լեմկինի շնորհիվ մտել է հրեական եւ հայկական ցեղասպանության մասին, բայց չկա եզդիների ցեղասպանության մասին, չկա ասորիների ցեղասպանության, չկա հույների ցեղասպանության մասին։ Այդ մարդիկ էլ են կոտորվել, բայց պարզապես իրանց մասին որ չեն ասում, չի նշանակում որ այդ մարդիկ չեն կոտորվել։ Սա է խնդիրը, այսինքն դու ինչքան էլ որ դու ցանկանաս թե ինչ անես, միևնույնն է այդ օրակարգը թելադրում ես ոչ թե դու, այլ ավելի մեծ երկիրը։ Այսինքն հայ-թուրքական հարաբերությունների մեջ թելադրողը օրակարգի մեջ ոչ թե Հայաստանն է եղել միշտ, այլ եղել է Թուրքիան։ Եվ Թուրքիայի նպատակը այդ տարածքը ազատելն է հայկական տարից։ Ինքը, ասեմ ձեզ, մեծ հաջողություն է հասել Արևմտյան Հայաստանում այլևս հայ չկա։ Իրանք ամեն ինչ արեցին, որ Նախճիվանը Ադրբեջանի տարածքի մեջ մնա հատուկ, որպեսզի իրանք ունենան ընդհանուր կապ խորհրդային միության այն հատվածի հետ, որ ադրբեջան էր, մահմեդական էր, մնացել էր Սեպ, Զանգեզուրն ու Լեռնային Ղարաբաղը։ Լեռնային Ղարաբաղի հարցը լուծվեց այս 2023 թվականին, մնացել է Զանգեզուրը եւ վերջնարդյունքում նաեւ Հայաստանը։ Եվ եթե Արևմտյան Հայաստանը լուծվեց ցեղասպանության ճանապարհով, Լեռնային Ղարաբաղի հարցը լուծվեց այսօրվա իշխանությունների ձեռամբ, ես կներկայացնեմ թե ինչպես դա լուծվեց, ապա մնացած այսօրվա Հայաստանի խնդիրը փորձում է լուծվել 4-րդ հանրապետություն հռչակմամբ եւ Ադրբեջան նույն ձևի, որտեղ իրանք ասացին, որ եթե մենք Արևմտյան Հայաստանը լուծեցինք ցեղասպանության ճանապարհով, Արցախը լուծվեց հակաաբեկչական այսպես կոչված օպերացիայի ճանապարհով, ապա Հայաստանի ընդհանուր առմամբ Զանգեզուրի եւ ընդհանրապես Հայաստանի ճանապարհը խնդիրը պետքա լուծվի, այսպես ասած, խաղաղ ճանապարհով այսօրվա Հայաստանի իշխանությունների դրամատ Նիկոլ Փաշինյանը դարձել է իրանց պատմական շանսը, այսպես իրանք ասում են, որ 100 տարվա մեջ այսպես բայց պարոն Մուսյան, տեսեք, իրենք այդ առումով բավականին անկեղծ են, որտեղ այդ մարդը հստակ ասում է 300,000 ադրբեջանցի բերելու եմ, չէ նորից ասենք, որտեղ պետքա որտեղ հասնի։ Այս մարդը անցյալ տարի չէ սահմանազատում սահմանագծում եղել է, եթե ասում է խաղաղություն, չի եղել։ Անցյալ տարի մայիսին անցկացված Անկարայում արևմտյան ադրբեջանցիների կոնֆերանսի ժամանակ հայտարարվեց, որ առանց Հայաստան վերադառնալու 300,000 ադրբեջանցիների Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղություն չի հաստատելու։ Սա պաշտոնապես եմ ասում։ Ավելին կարամ ասեմ, Ադրբեջանի եւ Թուրքիայի աջակցությամբ իսլամական կոնֆերանսում ընդունվեց մի բանաձև, որտեղ նշեց, որ ադրբեջանցիների վերադարձը Հայաստան պետք է լինի իմպերատիվ պահանջ։ Սա ուղղակի ասում եմ, որ դուք իմանաք, որ այդ որոշումները կան։ Այդ որոշումների կյանքի կոչման համար խոչընդոտներ կան, իդեմս երկրների, ովքեր որ օբյեկտիվորեն շահագրգռված են, որ Հայաստանը մնա, հիմա այդ խնդիրները պետք է լուծվի։ Մեկը Իրանն է, մյուսը Ռուսաստանը, որտեղ էկզիստենցիալ իմաստով Հայաստանի գոյության համար այդ երկրներն է, որ շահավետ է, որ Հայաստանը մնա։ Այլ երկրների համար, չգիտեմ, Ֆրանսիայի համար, Միացյալ Նահանգների համար կամ Չինաստանի համար կամ Հնդկաստանի համար, Հայաստանը մնա թե չմնա, երկրորդական է իրանց համար։ Ֆրանսիայի համար օրինակ եմ ասում, կարևոր է, որ այս տարածաշրջանում չլինի ռուսական ազդեցություն։ Սա իրանց համար գերխնդիրն է։ Նույնը կարելի է Միացյալ Նահանգների։ Լավ, ինչ ո՞նց է հաջողվում։ Աշխարհի ոչ մի երկիր հայ ժողովրդի գեղեցիկ աչքերի համար չի պայքարում, ոչ մի երկիր։ Ամեն երկիր իր շահերի համար է պայքարում։ Ստացվել է այնպես, որ այս Հայաստանի գոյության մեջ
ուղղակիորեն շահագրգռված է Իրանը եւ Ռուսաստանը ոչ թե մեր գեղեցիկ աչքերի համար, իրանց ազգային պետական շահերի պատճառով։ Սա իրականությունն է։ Եվ հիմա, որպեսզի այս խնդիրը լուծվի, ինչ պետք է անի, պետք է կազմաքանդվի Հայաստան, Իրան եւ Հայաստան, Ռուսաստան փոխհարաբերությունները, պետք է կազմաքանդվի ամբողջ անվտանգային համակարգը։ Մարդիկ երևի տեղյակ չեն, որ օրինակ Հայաստանի հակաօդային համակարգը, ընդհանրապես հակահրթիռային համակարգը դա միացյալ համակարգի մեջ է, այսինքն մինչև ռուսական բազան դուրս չբերվի Հայաստանից, մինչև այդ համակարգերը չկազմաքանդվեն, Ադրբեջանը չի կարող արդեն հրապարակավ հայտարարի, որ պետք է մենք գրավենք Հայաստանը։ Օբյեկտիվորեն դա չի ստացվի։ Բայց ինչա կատարվում։ Հիմա տեսեք, եթե դուք հիշում եք, Նիկոլ Փաշինյանը անդադ ասում էր, որ ես ճանաչել եմ 86000 քառակուսի կիլոմետր տարածք Ադրբեջանի, բայց Ադրբեջանը չի հայտարարում, որ ինքը ճանաչում է Հայաստանի 29000 քառակուսի կիլոմետր տարածք։ Չի հայտարարում դա, ինչի՞։ Որովհետև Ադրբեջանի դա շահավետ չի, որովհետև Ադրբեջանը սպասում է, եթե հայ ժողովուրդը հունիսի 7-ին պետք է ընտրի Նիկոլ Փաշինյանին, ապա այդ 29000-ը կարա դառնա 0,000։ Ինչու՞։ Որովհետև ինքը թեև ասում է, որ ես ճանաչում եմ Հայաստանի տարածքային ամբողջականությունը, բայց ինքը չի ճանաչում այդ ամբողջականությունը, ինչ մակերես է իրենց ներկայացնում։ Հիմա շարունակեմ։ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանը մնացած թեմաները, բարձր, որ ձեզ չկանգնեցնեմ, դուք չեք կանգնի։ Ես ուղղակի մի բան ասեմ, Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանը մոտ 1000 կիլոմետր է։ 1000 կիլոմետրից ընդամենը 12 կիլոմետրն է Դրա մասին շատ եք ասել, լավ։ Տեսեք, Տաուշի մարզում հայկական կոմունիստների արդյունքը շատ պրիմիտիվ պարզունակ բաները, այս մարդը դուք ասեցիք, հա, դեր սահմանագծում սահմանազատում չի եղել։ Մի փոքր կտորեն արել, այդտեղից Հայաստանը հող է տվել։ Սա ինչ է նշանակում, եթե ապագայում դա անենք, Նիկոլը մնում է իշխանության, այս ամբողջը բնականաբար անվերջ զիջելու են, գալու են մտնել Հայաստան, մնացած տարածքները վերցնելու են։ 300,000 հայություն, ասեցիք արդեն դուք դրա մասին։ 300,000 ադրբեջանցի ասում է բերելու ենք այստեղ։ Հիմա մի անգամ Նիկոլը չի խոսել նրա մասին, բա 800,000 հայերը, որ ապրում էին Ադրբեջանում եւ 150,000 Արցախում, որ ապրում էին հարակի շրջաներում, չեն գնալու։ Այնքան ամեն ինչը պարզ է, այս ակնհայտ է դառնում, որ այս մարդը զիջում է եւ որևէ խաղաղության մասին խոսք չկա։ Նիկոլը մնում է Հայաստան չի լինում։ Բայց ինչն է պարզ, ինչա, ես չգիտեմ, ընդդիմությունն է խայտարակություն եղել, Նիկոլն է կարողացել բան ասել, որ այսօր դեռ կա մարդ, որ հավատում է, որ իր տունը մնալու է, որ Հայաստանը մնալու է, որ չեն մտնելու փրտեն, որ Հայաստան լինելու է։ Ոնց են աշխատել, ոնց է որ չի հասել մարդկանց ուղեղին։ Մենք հիմա կոնկրետ Հիմա ուզում եք դուրս գաք էլի ամեն 5-րդ 4-րդը կասի, այսօր բերում են խաղաղություն։ Հիմա ես ասեմ ձեզ, կոնկրետ ես կարծում եմ, որ արդեն մարդկանց մեծ մասը հասկանում է դա, պետք չի մարդկանց Այս ընտրություններին կտեսնենք, քանի տոկոս մարդկանց մեծ մասը անկեղծորեն իսկապես հասկանում է, որ այն ինչ որ կատարվել է, սա օբյեկտիվորեն խաբեություն է այս իշխանության կողմից եւ այս իշխանության վերարտադրությունը կարող է բերի լրջագույն կորուստների Հայաստանի համար մարդիկ տեսել են թե ինչ կատարվեց Արցախի հետ մարդիկ տեսել են այս մարդկանց խաբեությունը Արցախի հետ կապված բան եւ այլն դրա համար հիմա քանի որ դա մարդիկ տեսել են եւ այս իշխանությունը գիտի որ իր վարկանիշը անկում ապրել ինքը նյարդային վիճակի մեջ սկսում է ցեղ շպրտել մարդկանց եւ սկսում է փորձել մարդկանց վախեցնել որ եթե ընդդիմությունը գա իշխանության այդ ժամանակ կլինի պատերազմ եւ մասնավորապես վերջերս գործող վարչապետը անդրադառնալով ԲՀԿ-ին հայտարարեց որ ինքը ԲՀԿ-ն պատերազմի այսպես ասած կողմնակից է, որովհետև իր երկրորդ համարը Միջև ԲՀԿ-ը ինքը մնացած բոլորին ասում պատերազմի բաներն հիմա նաև հերթը հասել է դրանց եւ որպես օրինակ բերեց երկրորդ համարը, որը Հայաստանի ղեկավար Անդրանիկ Թևանյանն է եւ ասաց, որ քանի որ Թևանյանը երկրորդ համարն է, ինքն էլ պատերազմի կողմնակիցն է Ինչի ձևակերպ այդ կոնկրետ ինչի Թևանյանին սարքեց թիրախ Հիշեցեք որ սա ասում է 4 պատերազմ բերած Նիկոլը Հիմա ասեմ ինչի որովհետև ինքը տեսավ որ փաստացի Ծառուկյանը որ գնում էր գյուղեր բան մարդիկ թե ոնց են դիմավորում եւ ընդհանրապես գյուղերում ինքը շատ լավ տիրապետում է որ ԲՀԿ-ի վարկանիշը բարձրացել է ես մասնարարպես Ծառուկյանի վարկանիշը իր հաշվին մեծանում է այդ վտանգը տեսնում է Բացի այդ նույն Ծառուկյանը 20 թվականին ես հիշեցնեմ որ հունիսի 5-ին երբ որ պահանջում էր Նիկոլ Փաշինյանի եւ կառավարության հրաժարականը ասում էր որ եթե հիմա Նիկոլ Փաշինյանի հրաժարականը այս պահին չլինի 4-5 ամիս անց Հայաստանը կարող է հայտնվի պատերազմի մեջ Զոսուակիում հիշեցնեմ որ դա հունիսի 5-ին 2000 թվականին այդ մարդը հիշեցնում էր իսկ ինչ վերաբերում է Անդրանիկ Թևանյանի մասին ապա ինչի թիրախավորեց Անդրանիկ Թևանյանը որովհետեւ Անդրանիկ Թևանյանի բոլոր կանխատեսումները սկսած 2019 թվականից թե ինչ քաղաքականության կարա բերի հանգեցնի Նիկոլ Փաշինյանը կյանքի կոչվեց
Եվ Նիկոլ Փաշինյանը շատ լավ գիտի դրա մասին։ Ես հիշեցնեմ, որ հենց ձեր հյուրն էր Թևանյանը, ես կարող եմ ներկայացնել, ասենք օրինակ իր ինքը ասեց, որ այս մարդը գալու է բանակցային process-ը ամբողջը տապալելու է եւ բերելու է պատերազմ, այդպես էլ եղավ։ Հա։ Հայաստանը Ադրբեջանի ստանալիք բոնուսը հակաիրանական գործընթացին միանալու Արցախը ամբողջությամբ եւ գլխավոր մոդերատորը Թուրքիան։ Չէ, Հայաստանը կդառնա մանրադրամ։ Քանի որ իրենք ֆիքսեցին, որ Հայաստանի իշխանությունները չունեն մոտեցում, պատկերացում նույնիսկ թե ինչպես պետք է վարվի Արցախի բանակցային գործընթացը եւ ինչ պետք է անի Հայաստանը, իրենք ներքաշեցին Հայաստանին Բոլտոնի plani 17 թվականին է, կոմոտ եղել է հացազրույցը։ Մարտավարական թիրախը Իրանը, մանրադրամը Հայաստանը, Ադրբեջանի ստանալիք բոնուսը հակաիրանական գործընթացին միանալու Արցախը ամբողջությամբ եւ գլխավոր մոդերատորը Թուրքիան։ Այո, իրականում այո, եւ հետո էլ 20 թվականին էլ 21-ին էլ մյուս կողմից ասում ես, որ Արցախը Հայաստանը եւ վերջ, հաջորդ ասում ես ես բանակցային գործընթաց չեմ վարում, որովհետեւ չեմ տիրապետում եւ գործընթացին եւ թեմային եւ նաեւ չեմ ներկայացնում Արցախահայությանը, բայց նաեւ 2 օր առաջ հայտարարում ես, որ տեղի է ունենում բանակցային գործընթացի բավական դինամիկ զարգացում։ Ուրեմն ինչ է, սա ինչ է գործում։ Սա միաժամանակ կոչվում է ստախոսություն, անգրագիտություն, պոպուլիզմ եւ շիզոֆրենիա։ Այս բոլոր հիվանդությունները միասին վերցրած մենք տեսնում ենք մի վիճակ, երբ որ բանակցային գործընթացը փաստացի հայտնվում է փակուղում, իսկ դա ավելացնում է, մեծացնում է պատերազմի։ շատ լավ։ Հիմա ասեք ինչպես բերես Հիմա Նիկոլը տեսեք, պատերազմ։ սա այս ինտերվյուն քո հետ Թևանյան արել է 2019 թվականին, մինչև պատերազմը։ Այսինքն այն կանխատեսումը, որ Հայաստանը գնում է դեպի պատերազմ։ Այսինքն ինքը մենակ կանխատեսման համար է զայրացած։ Տեսեք, հա, ասեմ ինչի, որովհետև մենակ այս կանխատեսման համար չէր, որովհետև նույն կանխատեսումը եղավ 22 թվականին եւ ինքը շատ լավ գիտի, որ այն պատերազմին, որ ինքը բերեց այդ ամբողջ փուլերը եւ Թևանյանը եւ մյուսները զգուշացնում էին եւ քանի որ հիմա էլ արդեն նույն Թևանյանը ասում է ես արդեն Հայաստան չի լինելու, որ արդեն Հայաստան չի լինի, ինքը շատ լավ հասկանում է, որ հասարակության այն հատվածը, որը արթնանում է այդ բանի վրա, ինքը հասկանում է իր գլխավոր գաղափարական իմաստով հակառակորդը կոնկրետ Թևանյանն է, իսկ Ծառուկյանի վարկանիշի բարձրացումը իր համար մահացու վտանգ է ներկայացնում։ Չէ, նախ առաջին հերթին իր գաղափարական բաները Ռոբերտ Քոչարյանն է։ Այո, իր հասկանում եւ Ռոբերտ Քոչարյանը եւ Սամվել Կարը բոլորն էլ հակառակորդներ են եւ ինքը ԱՄԿ-ին առանձին անդրադառնում է, բայց ինքը շատ լավ հասկանում է, որ ԱՄԿ-ը իր մասով վտանգ է ներկայացնում եւ մասնավորապես Բարգավաճի եւ Ծառուկյանի եւ Թևանյանի վտանգները ինքը հասկանալով դրա համար ինքը դա հրապարակային ներկայացնում է։ Աշխատում է պարոն Բոզյան, միջև հիմա այն որ պատերազմ են բերում, թե դա արդեն չի աշխատում։ Ինքը շահարկում, ինքը տևական ժամանակ այդ շահարկում է։ Հիմա ինչու՞ չի աշխատում։ Շատ པարզ, որովհետեւ մարդիկ տեսան, որ ինքը ասում էր, ինքը խաղաղություն էր ասում, բայց ինքը 21 թվականին խոստացավ, որ խաղաղ ճանապարհով Արցախը գոնե կպահի են մնացած մասը, Արցախը ինքը հանձնեց։ Մարդիկ տեսան, որ Արցախը հանձնում է։ Մարդիկ ասում են, ինքը ասում էր, որ այս խնդիրը պետք է լուծվի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի շահերի հիման վրա, տեղել խափեց։ Ինքը հայտարարում էր, որ պետք է հանդրակվեով ժողովուրդը որոշի Արցախի Արցախը ջեբը չի, որ լուծի, մարդ տեսան, որ դա էլ խափեց։ Հասկանում եք, հետո հիմա արդեն եկել է Հայաստանի էջն է բացվել։ Չէ, բայց մի մոռացեք, որ Հայաստանից ինչքան տարածքներ է տվել ինքը։ Այնպես չէ, որ ինքը բավարարվել է մենակ Բայց այդ տարածքները երկրորդական են, գլխավոր ինքը Հայաստանն է պատրաստում տալ։ Այդ տարածքների տալը տաուշում, բանում, դրանք մանր սեմուչկաներ են կապված այն ամբողջական Հայաստանին, որ ինքը պատրաստում է հանձնի։ Ես նույնպես եմ կրկնում, ոչ թե ինքը ուզում է հանձնի։ Տենց է ստացվել։ Արդեն տևական ժամանակ անցել է, պարոն Բոզյան, այնուամենայնիվ ինքը տխմար էր, ռոմանտիկ էր, թե ծախեց Արցախը, թե արդեն ինքը պատանդ է եւ տալիս է, թե ուղղակի այս մարդը թշնամի դավաճան է, թուրք, չգիտեմ ինչ է այս մարդը։ Հարցին պատասխանը։ Ո՞վ է Նիկոլը, ինչ է, էլի, էսի եկել։ Այդ հարցին պատասխանը։ Դες սկզբում ռոմանտիկ էր, մտածեց փող աշխատել, ինչ է։ Շատ մարդիկ են այդ հարցը տալիս։ Ուրեմն մոտարապես նույն հարցադրումները կա Վրաստանում Սահակաշվիլիի հետ կապված, շատ նման է այդ ամենը։ Չէ, նման են իրեն, ասեք, ամեն մի ողբերգություն ունի իր, այսպես ասած, ցավը։ Ամեն ժողովուրդ իր ցավը տառապում։ Մենք մեր ցավով ենք տառապում, վրացիները իրենց ցավով։ Եվ իրենք արդեն մոտ են եզրակացությանը եւ իրանք մեծ քննություն են անցկացրել։ Եվ եկել են եզրակացության,
որ Սաակաշվիլիին սադրեցին իր արևմտյան գործընկերները 2008 թվականի պատերազմին, որպեսի վերջնականապես կտրեն Ռուսաստան-Վրաստան հարաբերությունները տարածվեց իջն, այո։ Հիմա ստեղ հիշեք 2018 թվականին, երբ որ Բոլտոնը եկավ Հայաստան, ինչ ասեց Բոլտոնը, առաջին ասեց Հայաստանը պետքա զիջումների գնա Արցախի հարցով, երկրորդը ինքը պետքա իր կարծրատիպերը փոխի Ռուսաստանի հետ կապված, դա նշանակում է պետքա Ռուսաստանի բացասական տրամադրվի, կարծրատիպները փոխի Թուրքիայի եւ Ադրբեջանի նկատմամբ, դա նշանակում է պետքա Թուրքիայի եւ Ադրբեջանի եղբայրություն անի, ինքը սա եւ Իրանի սահմանը պետքա փակվի, այսինքն բոլոր այդ աղետաբեր բաները բերել։ Այսինքն ինքը պետք է հայ ժողովուրդը փոխվի, դառնա ուրիշ ժողովուրդ։ Հիմա Նիկոլը ծախվեց թե դեբիլեր։ Հիմա լսի ասեմ քեզ։ Շատ հետաքրքիր հարցի պատասխանը։ Ինչ է, հա։ Ես պնդում եմ եւ համոզված եմ։ Դա ռոմանտիկ է, չգիտեմ։ Ոչ, ես համոզված եմ եւ պնդում եմ, որ այն արևմտյան կենտրոնը, որը ուղղորդում էր Սաակաշվիլին այն ուղղությամբ, որպեսի Վրաստանը փոկի այդ ռուսական ազդեցությունից, իրենց գլխավոր նպատակը ամբողջ տարածաշրջանի տրամաբանությամբ են։ Այս տարածաշրջանը իրանք պետք է մտցնեն Թուրքիայի ազդեցության տակ։ Իրենց նպատակը դա է։ Իրանք առանձին վերցած խնդիրները դիտարկում են մեծ ծրագրի շրջանակներում եւ Ռոմիության անդամ դառնալը, չգիտեմ, կապիկություններ անելը, որ ես Եվրոպամետ եմ կամ Արևմտամետ եմ, դրանք այդ ցաղ այդ կապիկներին իրանք հավաքել են մի փաթեթի մեջ եւ ներկայացնում են այդ սոուսի մեջ։ Այսինքն այդ կենտրոնը գլխավոր նպատակը գտել են ճիշտ մարդկանց, որպեսի միջոցով ոչնչացնեն Արցախը։ Տեսեք, ես ուզում եմ հասկանալ, Նիկոլը գիտակցաբար գնացել է դրան, թե սկզբում հավատացել է, մտածել է, հետո, չգիտեմ, ծախվել է, հետո ինչ է։ Թե գիտակցաբար գնացել է դրան, որ ինքը Հայաստան չպիտի լինի, գա ոչնչացնի։ Սովորաբար այդ մարդկանց իրանք ոնց են վերցնում, ոնց որ ասենք, հա, Սաակաշվիլին ոնց են ասում են, որ դու հիմա գնաս, Օսեթիայի վրա հարձակվես, դու մեծ Վրաստան կսարքես, պատմության մեջ կմնաս։ Իրան ասում էին, որ իմացեք, որ Ադրբեջանը երբեք չէ, սկզբից ասում են Ադրբեջանը երբեք Ռիշչյանի սկսի պատերազմ։ Ես քեզ մի հատ օրինակ բերեմ, որ դու պատկերացնես։ Ես ժամանակին քեզ մի անգամ մեր թեսորներն պատմել եմ, իրանցից թիմակիցներից մեկը խոստովանել էր, որ ասում էր հետեւյալը, որ քանի որ Հայաստանը դեմոկրատիայի բաստիոն է, ոչ մի Ադրբեջան կամ Թուրքիա ռիսկ չի անի հարձակվի Հայաստանը։ Իրանց ներշնչել էին։ Այս մարդիկ, կներես մի բան ասեմ, պլինտուզից ցածր մակարդակի մտածողություն ունեն։ Այս մարդկանց մտածողությունը, ասենց ասեմ, ամենաբան կերպարին էին գտել։ Այս մարդիկ մտավոր ունակությունը շատ ցածր է։ Չէ, բայց եկեք ասենք, որ համապատասխան, պարոն Բոզյան, համապատասխան հող էլ կար, չէ, ինչ որ ուժեր կային, որ տևական ժամանակ ասում էին, թե պետք է Արցախը բանկարկավիճակում ադրբեջանցիների հետ լինի, բլեյանական բանկարտիճան։ Լսեք, ես հիշում եմ։ Այդ կար ուզում եմ ասել մեջ։ Ես ուզում եմ ասեմ, ես սովետականության վերջին տարիներին հիշում եմ, որ ասենք ես Լեռնումում էի աշխատում, երբ որ կոմսոմոլի ժողովուրդներ էին լինում, գալիս էին մի հատ այնց հայ ծագումով հայ այնպիսի կոմսոմոլներ, այնց ճառեր էին արտասանում, որ ես մտածում եմ, ասում եմ, լավ, այս մարդիկ, որ sense կոմսոմոլի sense բան է, երթվյալ ճառերով են հանդեսանում։ Այս մարդիկ ընդհանրապես ընտանիք ունեն, ոնց են ապրում, այս կեղծ միջավայրի մեջ ոնց են այդ մարդիկ ապրում։ Հիմա այդ կոմսոմոլի տեսակը ես տեսնում եմ այսօրվա այսպես կոչված արևմտամետների մեջ, այդ մարդիկ շրջաբերականներով են աշխատում։ Դրսից շրջաբերականը ստանում են, իրանք ձևակերպեն որպես իրենց կարծիքը եւ սկսում են խոսել։ Ոնց ասեմ ձեզ, այդ շրջաբերականը, բայց այնց է ստացվել, որ բոլոր տարածքներում, Ուկրաինայում, Վրաստանում, Հայաստանում, բոլոր տեղերում նույն շրջաբերականն գնում, պարզապես Վրաստան անունը փոխվում են Հայաստան անունով։ Դեմար այդ մարդիկ իրար շատ նման են։ Զելենսկին, Սաակաշվիլին, բանը Փաշինյանը շատ նման են իրար։ Տեսեք, օրինակ, երբ որ Ղարաբաղի նոյեմբերի 9-ի պատերազմը որ ավարտվեց, Զուրաբիշվիլին այն ժամանակվա նախագահ Վրաստանի շնորհավորեց Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարներին, որ իրանք վերջապես կանգնեցին պատերազմը եւ հրադադար հաստատվեց։ Գիտեք ինչ արեց Միացյալ Նահանգների դեսպանը Վրաստանում։ Դատապարտեց Զուրաբիշվիլիի գնահատական, ասեց դու ոնց ես դու շնորհավորում այդ ժողովուրդներին, երբ որ այդ պատերազմի արդյունքում ռուսական բանակը հայտնվեց Արցախում, հասկանում ես, եւ իրանք թիվ 1 խնդիրը դարձավ այն որպեսի ռուսական բանակը դուրս գա այդ վիճակից։ Իսկ որպեսի ռուսական բանակը դուրս գա, ինչ պետք է լինի։ Պետք է Արցախը զոհաբերվի։ Հիմա ես քեզ մի հատ ուրիշ բան ցույց տամ, այս դրա մասին էլ ասեց Թևանյանը ժամանակին, այս ուղղակի որպեսի դու պատկերացնես, այս 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում Փաշինյանն
ընդունել է, որ Արցախն Ադրբեջանինն է, ինչը դարձել է Ալիևի կողմից հանցավոր կերպով Լաչինի միջանցքը փակելու պատճառներից մեկը։ Պրահյան համաձայնությունները Փաշինյանն օրերս վերահաստատել է Մյունխենում տեղի ունեցած հակահայկական դավադրության շրջանակներում, ինչպես որ 1938-ին նույն Մյունխենում Հիտլերին խաղաղեցրին, այնպես էլ 2023-ին Ալիևին են խաղաղեցնում։ Իշխող ուժն այժմ առաջնորդվում է Ղարաբաղն Ադրբեջանը եւ վերջ կարգախոսով, ինչին հաջորդել է Ալիևի կողմից Հայաստանն Արևմտյան Ադրբեջանը եւ վերջ ծրագրի հռչակումը։ Ես հիմա սա 22 թվականներ է ելույթը։ Ես հիմա հիշեցնեմ, երբ ինչի եմ դա ասում։ Տեսեք, Արևմուտքի համար կարևոր չէ թե այս տարածաշրջանում հայերը կլինեն թե կարևորը որ այս տարածաշրջանը զերծ լինի Ռուսաստանի ազդեցությամբ։ Կարևորը այս տարածաշրջանը Եվ քանի որ ռուսական բանակը կար Ղարաբաղում, ապա որպեսզի ռուսական բանակը դուրս գար, պետք էր Ղարաբաղը Նիկոլ Փաշինյանի շուրթերով հայտարարել, որ ինքը Ադրբեջանի տարածք է։ Շատ լավ, ասում ենք հաջորդ անցի։ Հիմա ավարտեմ, էլի։ Նիկոլ Փաշինյանը Պրահայում դա հռչակելով փաստացի կասկածի տակ ինքը կազմաքանդեց նոյեմբերի 9-ի համաձայնագիրը, որի արդյունքում փաստացի Ադրբեջանը շրջափակեց Արցախը եւ ռուսական բանակը դուրս եկավ հասան իրենց նպատակին։ Վերջին նպատակը մնացել է Հայաստանը։ Հիմա որպեսի Հայաստանից ռազմական ռուսական ռազմաբազան դուրս գա, դուք պետք է գնաք հունիսի 7-ին ինչ պիտի լինի։ Այո, հունիսի 7-ին որոշվելու է Հայաստանի Եվ այն մարդիկ ովքեր որ կներես, այն մարդիկ ովքեր որ մտածում են ասում են թե գիտեք ես մի բան ասեմ ձեզ, շատերը կարող է դուրի չգա, ասենք, այս ընդդիմադիրը կամ այս ընդդիմադիրը, գիտեք ինչ դուր գալը դա ամուսնություն չի, դուր գալը դա քաղաքական կատեգորիա չի։ Մարդիկ երբեմն պետք է ընտրություն կատարեն չարի, վատի եւ վատարագույնի արանքում, որտեվ կոնի վրա դրած է հարգելի ժողովուրդ, ձեր Հայաստանում ապրելու խնդիրը, ձեր երեխաների ապագայի խնդիրը, ձեր երեխաները կհայտնվեն, չեմ ասի թե որտեղ, վատ տեղ, թե դուք նորմալ կարողանաք ապրել։ Դուք կարող ունենաք վատ իշխանություն, կարող ունենաք ավելի վատ, բայց դուք կարող ունենաք մի իշխանություն, որի արդյունքում դուք կարող կորցնեք ձեր բնակարանը, ձեր տունը, դուք հայտնվեք գաղթականի կարգավիճակում, ինչպես որ արցախցիները հայտնվեցին, բայց արցախցիները գոնե ունեին Հայաստան։ Դուք որ հայտնվեք գաղթականի կարգավիճակում, ով է ձեզ ընդունելու 3 միլիոն ժողովրդին։ Հիմա ստեղ ձեզանից մի բան է ընդամենը պահանջվում, մի բան, որ դուք գնաք ընտրատեղամաս եւ ընտրեք հավաքական ընդդիմության որևէ մասին։ Ես քանի որ առաջարկ Հայաստանին միացած Մայր Հայաստանը միացել է Բարգավաճին, ես իհարկե կուզեմ որ դուք մեզ ընտրեք, բայց եթե դուք ուզում եք նաև այլ հավաքական ընդդիմության ինչ-որ մեկին ընտրեք, գնացեք իրան ընտրեք, խնդիր չկա։ Ես նույնպես եմ 말ում երաշխարհված խաղաղության ամենաարարքայական, ամենաբացված ձևով ներկայացել է մեր քաղաքական թիմը։ Ես դրա համար էլ ինքը առավել նյարդայնացրել է Նիկոլ Փաշինյանին։ Դա մեն առավել թիրախ է դարձրել մեզ հենց դրա պատճառով։ Բոլորին է թիրախ է դարձել, երեխին է թիրախ է դարձել, քանի հոգի ձերբակալ է Սամվել Կարապետյանի։ Թիմից ինչ է անում, չէ։ Եկեք ոչ մեկ բան չանի, երեքն է։ Ես դրա համար եմ ասում, ինքը կարևորը մեր ժողովուրդը գնա ընտրի ում ուզում է մենակ Նիկոլ Փաշինյանը։ Եվ հետո հիմա Նիկոլի քայլերի մասին եթե խոսենք, տեսեք ինչ հիստերիայի մեջ է, հա, Գյումրիում ինչ ձախողում տեղի ունեցած։ Ուրեմն քանի մեքենա էր այստեղից գնացել։ Մոտավորապես Մարիամ։ Չգիտեմ 200 էին ասում, ինչ էին ասում եւ վերջում դուրս է գալիս գյումրեցիներին իբր համերգա տալիս, այնտեղ կանգնած է, եթե անգամ այդ մեքենայից մի մարդ էլ իջներ գնար կանգներ, ինչ որ մի բան կարող է լսել։ Մի բան էլ ասեմ։ Մի բան էլ ասեմ։ Չէ, հիմա գալիս է։ Կարևոր մի բան է, մի րոպե կներեք, որտեվ այդ բանը ռոպագանդան տարածվում է, որ մենք իբր թե որ գանք, չգիտեմ, ասենց։ Ուրեմն ես ասեմ, որ մենք նորմալ ուժ ենք, որոնք մենք կողմ ենք, որ հայ-թուրքական հարաբերությունները զարգանան, հայ-թուրքական սահմանը բացվի, մենք նորմալ համագործակցենք առանց որևէ նախապայմանների։ Հիշեցնեմ, որ հայ-թուրքական սահմանը մենք չենք փակել, փակվել է Թուրքիայի կողմից։ Եվ ըստ էության մենք կողմ ենք հայ-թուրքական հարաբերությունների նորմալ զարգացմանը առանց որևէ նախապայմանների։ Մենք կողմ ենք, որ հայ-ադրբեջանական խաղաղ գնա, հիմա կասեք Ամերիկայի հետ, Եվրոպայի հետ, այդ միշտ ասվել է։ Չէ, ես ինչ եմ ուզում ասեմ, որ շատ կարևոր է որ մարդիկ հասկանան, որ հավաքական ընդդիմության իշխանության ձևավորման պարագայում ճիշտ հակառակը այդ ժամանակ Հայաստանում հնարավոր լինի հաստատվել երկարատև խաղաղություն, իսկ որ Հայաստանին պետքա առնվազն 20, 25, 30 տարի երկարաժապետ խաղաղություն, դա կենսական անհրաժեշտություն է։ Այս իշխանության պարագայում մենք ունենալու ենք մեծագույն ողբերգություն, որը աշխարհը դեռ նորա տեսնելու 21-րդ Բայց եթե ժողովուրդը կորոշի, որ պիտի ընտրության չգնա կամ գնա ձայն տա, ուրեմն ժողովուրդը ես մի բան էլ ասեմ, թող առանց վիրավորանքի լինի, տեսեք,
Եթե մարդը չի ընտրում, չգնում ընտրության, կներեք մի հատ հարց եմ տալիս։ Ինչով անասունից տարբերվում։ Կներեք, օրինակ, ինչով անասունից տարբերվում, օրինակ մենք Հայաստանում գործում են նաև կենդանիներ, չէ՞, իրանք էլ չեն ընտրում, չէ՞, կոպիտ ասած, բայց մարդը տարբերվում է կենդանուց բանականությամբ, որպեսզի ինքը կարողանա իր կյանքի, իր ապագայով ընտրություն կատարի։ Տեսեք, ես մարդը կարա ընտրության չգնա, բայց տեսեք Ղարաբաղում էլ կային մարդիկ, որոնք ընտրության չէին գնում։ Իրանք ասում են ես չեմ ուզում զբաղվել քաղաքականությամբ, բայց քաղաքականությունը զբաղվեց իրանցով։ Հարգելի այն քաղաքացիներ, որոնք չեք ուզում գնալ ընտրության, որտեղ դուք չեք ուզում զբաղվել քաղաքականությամբ։ Եթե դուք չզբաղվեք քաղաքականությամբ, ապա քաղաքականությունը կզբաղվի ձեզանով եւ ձեր երեխաներով։ Ես նույնիսկ եմ կրկնում, եթե դուք չզբաղվեք քաղաքականությամբ գոնե մի անգամ ընտրության ժամանակ, ապա քաղաքականությունը ձեր եւ ձեր երեխաներով կզբաղվի, ինչպես որ զբաղվեց 20 թվականին։ Սա ես ուղղակի զգուշացնում եմ բոլորին եւ ավելին կարամ ասեմ, եթե ձեր քաղաքականությամբ չզբաղվել է ընտրությունների ժամանակ, դուք նաեւ ստիպում եք, որպեսզի քաղաքականությունը զբաղվի նաեւ ձեր բարեկամների, հարևանների, մյուսների երեխաների եւ իրանց ճակատագրով։ Սա ամենամեծ անբարոյականությունն է, որը հնարավոր է պատկերացնել, որովհետեւ ես նույնիսկ եմ ասում, սա քաղաքականություն չի, սա տարզ քաղաքացիական մարդկային պահվածք պետք է լինի։ Քաղաքականությունը լավ բան չի, քաղաքականությունը պետք չի զբաղվել։ Քաղաքականությունը դա ընթացիկ քաղաքական գործիչների մասն զբաղվում, որոնք ես էլ այդքան մեծ կարծիք չունեմ իրանց մասին, հարցը դրա մեջ չի, բայց քաղաքացիական գիտակցություն ունենալ եւ գոնե ընտրությունների ժամանակ քո պարտքը չկատարելը, կներեք դա արդեն ոչ թե քաղաքականության մասին է խոսքը, դա արդեն բարոյականության մասին։ Շատ ենք խոսում, ասում ենք ինչ պահանջենք այն խեղճուկրակ գյուղացուց, որ իր հանապասորյա հացն է վաստակում եւ այլն, իրեն մի քիչ կողք է պահում, բայց մեկ էլ հրապարակ է գալիս, իբրև թե սպորտսմեն բան, հրապարակային։ Ընդ որում ամբարոց ծնունդ էլ ինքը հիշում եք ոնց էր պաշտպանում ընդդիմությանը, բան, ասենք ինչ էր դրա անունը, Արթուր Աբրահամ, ինչ որ դու ասում է, տենց երջանկացած, մի հատ էլ տուն է հրավիրում Նիկոլին, մի հատ էլ էս ամբարոց ծնունդը ասում է 80-90%-ը չգիտեմ որտեղից։ Էս որտեղից եք սա նկարի գտել։ Տեսեք, Այս խայտարակությունը, էլի, այս խայտարակությունը, հա, իմիջիալոց հետաքրքիր է, էլի ոնց է իրան պահել։ Այս կապիկ ես դու։ Հարգելի պարոն Քոչարյան, սրտան շնորհավորում եմ ձեր ծննդյան 65-ամյակը։ Ցանկանում առողջություն, երջանկություն, շուտ ազատում, գործերի հաջողություն։ Օրինակ որ վաղը թուրքերը լինեն իշխանության կամ թուրքերը գան իրան ասեն, ես վստահ եմ, լսում ես կապիկ։ Էրդողանն էլ է շնորհավորել։ Անժելա ջան, մի հատ բան ասեմ։ Ասել են մի հատ ինչ-որ սպորտային դպրոցի բան են, քար ենք դրել։ Անժելա, ես քեզ մի հատ բան ասեմ։ Ասիկ ինչ տարբերություն, վաղը թուրքը գալու է, ասի։ Ես այդ հարցում մի հատ բանի մասին հիշացնեմ։ Ու դա սա սպորտսմեն է, էլի, տեսեք, մի հատ հայտնի պատմություն կա։ Ուրեմն Նապոլեոնը որ գրավում է Պրուսիան, գրավելու ժամանակ Պրուսիան որ գրավում է, ուրեմն թագավորական այդ բանի շենքում արդեն նստած են, մեկ էլ աղմուկ է գալիս առաջի հարգից։ Նապոլեոնը ասում է, ինչ են աղմուկում, ասում այնտեղ մի հատ բան կա, ծառա կա գերմանացի, որ աղմուկում է։ Ասում է կանչեք իրան, էլի սենց, կանչում են, ասում են ինչ ես աղմուկում։ Ասում է որտեղ այնտեղ մի հատ բան կար, ափսե կար, թանկարժեք, ասում է, ձեր զինվորներից մեկը տեղից հանել է, տեղա դրել։ Ասում է հարգելի գերմանացի, դու հասկանում ես, որ դուք արդեն պետությունը կորցրել եք արդեն։ Ասում է հա։ Ասում է դու հասկանում ես, որ դուք այլևս թագավոր չունեք։ Ասում է հա։ Հետո, ասում է հետո այն որ այդ թասը պետքա տեղը դնի ձեր զինվորը։ Այսինքն ասում է Նապոլեոնը ասում է հասկացա, որ այդ գերմանացին, որ պետությունը կորցրել է։ Անասունից չի տարբերվում։ Որտեւ ինքը մեծ հաշվով չի հասկացել, որ ինքը պետությունա կորցրել։ Հիմա տարբերվում է թե չէ։ Արդեն տարբերվում է թե չէ։ Ասեմ, տարբերվում է։ Այդքան զոհեր, երկիրակորցներ, սրանք տարբերվում են։ Այդքան հաշմանդամներ, ինչա, ինչու՞ր է տարբերվում։ Ուրեմն ասեմ քեզ, ուրեմն աշխարհի բոլոր բնակալեզները ոչ կրոն են ճանաչում, ոչ ազգություն են ճանաչում։ Աշխարհի բոլոր բնակալեզները այն մարդիկ, ովքեր որ կարան ծառայեն այս իշխանությունը, այն իշխանությունը, այն իշխանությունը, դա բնականից են։ Դրանք կապ չունի։ Ինքը կարա լինի հայտնի դերասան, կարա լինի հայտնի սպորտսմեն, կարա լինի հայտնի երգիչ, կարա լինի հայտնի դաշնակահար, բայց կապ չունի, ինքը բնականից է, իր էությամբ է բնականից։ Եվ բնակալեզը չի կարա։ Բնակալեզներ լինեն, բնակալեզներ կանեն վրացիները, ռուսները։ Դա համար պետք չէ այդ մարդիկ մեր վերնախավը չեն։
Այդ մարդիկ պատահական, այսպես ասած, բանա, փշրանքն է։ Չէ, բայց այդ որ երիտասարդներ սրանով ոգևորվել են, չէ, ինչ որ մի ժամանակ, չգիտեմ ինչ արում։ Մարդը ոնց կարա, եթե մարդը իր կրուշկան ավելի կարևոր է, քան երկրի ապագան, ոնց կարա այդ մարդուց ինչ որ մեկը ոգևորվի, հասկանում ես։ Ու հիմա տեսեք, հենց հիմա բայց ամեն մարդ ինքն է ընտրություն կատարի, ինքը կրուշկա է, թե քաղաքացի է։ Անպայման չի որ դու լինես հերոս։ Դու պարտավոր ես մարդ մնաս, մարդկային արժեքներ ունենաս, քաղաքացի լինես։ Ամենակարևորը դա է։ Ես սա եմ կարևորը։ Չէ, այստեղ ամենակարևորը նաև արձանագրում ենք որևէ բան չի, եթե վաղը Էրդողանն եկավ, ասեց որ մի հատ փոս անդե քար ենք դնում, հետո այդ քարի վրա այնտեղ լինելու է, այս բայց դա աշխարհում բոլոր տեղերում ողորմելին վազելու է գնա։ Դառնա, չգիտեմ, ես իմի։ Բանկա դու զարմանում ես։ Դրա համար պետք է նորմալ իշխանություն գա ու այս սրիկաների հարցերը լուծի։ Չասի գալիս են բոլորիդ, եսի միշն եմ։ Գայս դավաճան սրիկաների այս ծախու կենթանիների հարցերը լուծվի, ամեն մեկը ճիշտ իր տեղ, այսպես ողորմել ինչ են, մեկը գրել են Սերժ Սարգսյանի ու բանի Ռիտա Սարգսյանի կողքից չէր գնում, հետո այնտեղից հետո պետք է վերջապես, չգիտեմ, մի հատ տեղը դրվի, այս ամեն ինչը պետք է կարգավորվի, թե չէ։ Պետք է մենք առողջացնենք մեր հասարակությունը, պետք է առողջացնենք, որպեսզի մեր հասարակությունը կեղտից մաքրենք։ Կեղտը իսկապես մաքրելու կարող։ Հիմա տեսեք, մեկը էլի գրել, ասում է, ինչ եք ուզում Արթուր Աբրամյանից, այդ մարդը քաղաքականությամբ գործ չունի։ Այսքան բացատրում է պարոն Բոզյանը։ Բայց քաղաքականություն կապ չի։ Ուրեմն քաղաքականությունը իսկապես լավ բան չի։ Քաղաքականությունը զբաղվում են քաղաքական գործիչներ, բայց դա քաղաքականության հետ կապ չունի, սա քաղաքացիական մտածողություն է։ Քաղաքացիական պահվածքը եւ քաղաքական պահվածքը դա ֆունդամենտալ տարբեր բաներ են։ Մարդը կարա չլինի կուսակցական գործիչ, մարդը կարա չլինի քաղաքական գործիչ, մարդը կարա զզվի քաղաքականությունից, բայց մարդը պետք է լինի քաղաքացիական պատկերացումներով մարդ։ Քաղաքացիական պատկերացումներով մարդը այն մարդն է, որը անկախ կուսակցությունից, անկախ բանից ինքը քաղաքացիական բանը հասարակության խնդիրներն է ինքը վերհանում։ Դա շատ կարևոր է, որ մարդիկ դա հասկանան։ Տարբերությունը սրա մեջ է։ Քաղաքականությունը կապ չունի դրա հետ։ Էս է խնդիրը։ Եվ հարցումներ են անցկացրել, ըստ հարցումների չնայած էլի խայտառակություն է։ Երկրորդ տեղում է Նիկոլ Փաշինյանը, որովհետև ընդդիմությունը Սամվել Կարապետյանի ուժը հաղթում է իրեն, ել չեմ ասում, որ այն երկու ուժերն էլ որ անցողիկ շեմը հաղթահարելու են եւ Գագիկ Ծառուկյանի եւ Ռոբերտ Քոչարյանի կուսակցությունը, այսինքն պարտվում է ինքը, բայց միևնույն է խայտառակություն է, որ ինքը այսքան ձայն ունի։ Ես ես մի բան ասեմ, ես ուղղակի սենց ասեմ, առանց պատկերը հետեւելն է, եթե ընտրություններին մասնակցի 45%-ից ավել ընտրողների, ապա հավաքական ընդդիմությունը հաղթում է, Նիկոլ Փաշինյանը պարտվում է։ Եթե բանա ժողովրդի 50%-ից ավելն է անցնում մասնակցում ընտրությունների, ապա այդ հաղթանակը շատ ավելի համոզիչ է լինում։ Եթե 55-ից 60%-ն է մասնակցում ժողովրդի, ապա ջախջախիչ է հաղթանակը լինում ընդդիմության։ Ուրեմն ձեզ ինչ հավանում, գնաք ընտրության եւ ընտրություն կատարեք։ Մարդը ինչով է տարբերվում անասունից, բանականությամբ։ Մարդը նույնիսկ եմ կրկնում, անպայման չի որ մարդը ասի թե այս քաղաքական ուժը լավն է, այս անպայման չի դա։ Կարող է այդ քաղաքական ուժերը այդքան էլ լավը չեն, ես չեմ կարող բան ասեմ, բայց դու պետքա քաղաքացին պետքա ընտրի ոչ թե իդեալական քաղաքական ուժ։ Մարդը պետքա հասկանա թե իսկ ինչ վտանգ կարող լինի, եթե հանգարց այս ուժերը չգան, այս ուժը գա։ Դա ամենակարևորն է։ Ընտրիր, որ դու չպարտվես։ Այդ ամենակարևոր մոդելը սրա մեջ է։ Այսինքն անպայման չի որ մարդը գնա ասի այս ուժը ամենալավն է։ Չկա լավ ուժ, չկա։ Ցավոք սրտի եմ ասում, կգա ժամանակը, հետո կխոսանք, բայց այդ լավ ուժերի ժամանակը հետա է գալու։ Այդ լավ ուժը չկա, բայց նույնիսկ եմ ասում, կա վատ եւ շատ ավելի վտանգավոր ուժ։ Վտանգավոր ուժը դա կատաստրոֆական է մեր ժողովրդին։ Չէ, ես այնտեղ ուժերը ներկայացնում արարող մարդիկ են, ստեղծող մարդիկ են։ Նորմալ եմ համարում։ Ամեն մեկն էլ իր հաղթած մարդիկ են։ Անժելա ջան, ես նույնիսկ եմ ասում։ Պետք չի սրա կողք ասել վատ։ Սրա կողքը գերազանց են իրենք։ Իհարկե, լավ մարդիկ կան, շատ նորմալ մարդիկ կան։ Երեք ուժերն էլ նորմալ են, ընդունում եմ։ Ես նույնիսկ եմ ասում, բայց կան մարդիկ օրինակ կան քաղաքացիներ, որոնք կարող է Ես ուրիշ բան եմ ասում ձեզ։ Ասում եմ հետեւյալը, որ նույնիսկ այն մարդիկ որոնց չի բավարարում այդ երեք ուժերը, բայց այդ մարդը պետք է հասկանա, որ եթե ինքը չմասնակցի ընտրության, ապա ինքը կհայտնվի խայտառակ վիճակի մեջ, իր ընտանիքի հետ միասին։ Դա է կարևոր բան, տեսեք, քաղաքացին պետք է գնա առնվազն, եթե նույնիսկ իրան դուրը չի գալիս այդ երեք ուժերից որևէ մեկը,
ապա առնվազն ինքը պետքա մասնակցի քվեարկությամբ եւ չքվեարկի Նիկոլ Փաշինյանը։ Տեսեք, հիմա հիստերիայի մեջ է, այսօրերի գնացել է զուգարաններ, ճիշտ ասած ինչ որ բաներ անում, փորձում են հասկանալ, էլի, որ այդ աննորմալությունները որտեղից է գալի, ինչ բարդություններ է, բայց ես հոգեբանի կամ հոգեբուժի կանչեմ, հասկանանք, ինչի է, ուր գնում զուգարան, ինչ որ ուսումնասիրում, մարտաղրիվ անում, չգիտեմ ինչեր անում, հասկանալի է, որ ինքը հիստերիայի մեջ է, հատկապես այդ մեծ քաղաքներ գնալուց հետո, տեսնում որ մերժում է։ Ինքը պարզի որ ինքը իր անալիզները, իր հետազոտությունները պարզություն տալիս, որ եւ մի ուրիշ կարևոր բան եմ ուզում ասել, ուզում եմ մի նախադասությամբ ուղղակի ամփոփենք։ Ինքը կարող է գնալ բան քայլ, հիմա Սամվել Կարապետյանի ուժը իրեն հաղթում է, ինքը շատ լավ գիտի այդ ինֆորմացիան, ել չեմ ասում հավաքական ընդդիմությունը կարող է վերջում թույլ չտալ։ Ամենակարևոր բանը ընդդիմությունը պատրաստ է, եթե հանկարծ գլխավոր ընդդիմադիր ուժի թույլ չտա, դուրս գալ արդեն բան պայքարի։ Գլխավոր ընդդիմադիր ուժ չձևակերպենք, եթե որևէ ուժի ինքը թույլ չտա մասնակցելու, ապա դա կլինի ֆորս մաժոր, ապա դա կլինի արդեն ոչ լեգիտիմ ընտրություններ եւ հավաքական ընդդիմությունը փաստացի դերին քարտուզ կտա այս իշխանությունը եւ կսրբի այս իշխանությունը, որտեւ միակ լեգիտիմության միակ աղբյուրը իշխանության դա ընտրությունն է, ժողովուրդն է եւ այն ուժը, որը մերժի ժողովրդին, կհայտնվի պատմական աղբանություն։ Շնորհակալություն, մնացեք մեզ հետ, քիչ անց ուղիղ եթերում կլինենք Խաչիկ Մանուկյանի հետ։